Յուրեղավանի բնակչուհի Տիկին Սուսաննան արդեն մեկ շաբաթ է տան ծորակին մոտենում է զգուշավորությամբ։ Թունավորման վտանգը այս համայնքում մեծ է։ Վերջին անգամ ծորակի ջուրն օգտագործելուց հետո դրա ողջ ընտանիքի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Չգիտեի, որ սա թունավորում է։ Հետո եկա աշխատանքի վայրից տուն հասա, տեսնեմ քաղաքը այդ վիճակի մեջ է, նոր հասկացա, որ ջրից է թունավորումը, ջերմությունս բարձրացավ 38.5 եւ սրտխառնոց փորլուծություն, ինչպես բնորոշ է առհասարակ բոլոր կարգի թունավորումներին, խմել ենք մարգանցովկա թույլ լուծույթ, մինչև հիմա շարունակում ենք խմել։ Ջուրը քաղաքում թունավորման ալիք է բարձրացրել, հոսպիտալացվել է ավելի քան 3 տասնյակ մարդ։ Ճիշտն ասած մի քիչ լավ չէի ինձ զգում, բայց որ ասեմ տենց ինչ որ ծայրահեղ վիճակ էր մոտս չէ, ուղղակի զգում էի։ Ինձ մոտ շատ տենց կրիտիկական վիճակ չէր, բայց 30 կանչ շտապօգնության եղել է, գնացել են տարել են Աբովյանի հիվանդանոց։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը ջրի նմուշառում է իրականացրել։ Արդյունքում հայտնաբերվել է վարակների մի ողջ փունջ, մասնավորապես ռոտավիրուս, որն առաջացնում է ծանր փորլուծություններ, ադենովիրուս, որը սուրշնչառական հիվանդությունների պատճառ է դառնում, բայց սա դեռ ամենը չէ։ Ջրում հայտնաբերվել են նաև էնտերոհեմորագիկ եւ էնտերոախտածին բակտերիաներ, որոնք առաջացնում են ծանր աղիքային վարակներ ու մարզողական սուր խանգարումներ։ Չնայած փորձաքննության արդյունքներին Վիոլաջուր ընկերությունը ինչպես վարակի բռնկման օրը, այնպես էլ հիմա շարունակում է պնդել, որ ջուրը համապատասխանում է բոլոր ստանդարտներին։ Մինչ գերատեսչությունները փորձում են գտնել մեղավորներին ու հակասում միմյանց, Յուրեղավանի բնակիչները մնացել են անորոշության մեջ։ Դե արդեն ավելի եռացրած ենք հիմնականում խմում կամ որ խանութից ենք օգտվում, տենց արդեն այդ աշխատում ենք կրանից չխմել այդքան շատ էլի, բայց այն ժամանակ ստեղի ջուրը շատ միշտ է, ես ինչքան հիշում եմ, ստեղ ջուրը լավն է եղել ու տենց մտավախություններ չեն եղել, որ ջրերից կարող է ինչ-որ մարդ վատանա անգամ։ Ափսեները լվանալուց հետո էլ մի հատ եռացրած ջրով ցայում ենք ու վերջ։ Ոչ մի հուսադրող վիճակ չկա ներկապահով։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։